Ես ձեր պատասխանի մեջից առանձնացնում եմ մի շատ կարևոր հարցադրում, որը այսպես մի հարցադրում է, որը կարող է այս պահին պատասխան չպահանջի, բայց ինքը ամբողջովին պատասխանի մեջ է։ Մենք ուզում ենք պետություն ունենալ, թե չենք ուզում պետություն ունենալ։ Եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, ուրեմն մեր արտաքին քաղաքականությունը պետք է միտված լինի մեր պետություն ունենալու խնդիրը լուծելուն։ Եթե չենք ուզում պետություն ունենալ, ապա պարզ ասեմ, մեզ արտաքին քաղաքականություն պետք չի։ Կարող ենք փակել արտաքին գործերի նախարարությունը եւ գնալ տուն։ Ձեր մեկնաբանությունը, շնորհակալ եմ։ Պարոն Թորոսյան, ես կարծում եմ, որ ձեր նշած հարցը այլևս մեր իրականության մեջ չկա։ Այդ հարցի պատասխանը տրվել է։ Տեսեք հիմա Հայաստանում եւ Հայաստանից դուրս կան մարդիկ ուժեր, ովքեր խոսում են Հայաստանը կործանվում է, Հայաստանը էս է անում, Հայաստանը այն է անում։ Հասկանում եք, իրանք ուրիշ երկրի մասին են խոսում։ Իրենք Հայաստանը չեն ճանաչում։ Ուղղակի Հայաստանը չեն ճանաչում։ Իրենք այդ բան կա, չէ՞։ Գուցե ուրիշ երկրի տեսանկյունից Հայաստանի մասին են ասում, բայց այդպիսի բան կա, չէ՞, որ այսօր այո, շատ ծանր, շատ բարդ process-ների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը եւ ժողովուրդը գտնվում են ուրիշ հարթության մեջ։ Իրանք ուրիշ կինոյի մեջ են, մենք ուրիշ պատմության մեջ ենք։ Իրանք բառից բուն իմաստով բացակայությունը եւ նաեւ հնչող հայտարարությունները, որոնք adekvat չեն, գիտեք ինչից է։ Իրանք ուրիշ կինոյի մեջ են։ Այդ կինոն ավարտվել է վաղուց, բայց իրանք շարունակում են այն որ վերջում գնում է բան, չէ՞։ Չէ, այն որ վերջում գրում է բան վերջ, հետո այդ նկարահանումներից դրվագներ են, չէ՞, ցույց տալիս, որ ասում են հետաքրքիր կտորներ նկարահանումներ։ Հիմա իրանք այդ բանի հետ այդ հիմա ես այսօր բան եմ անում, կարդում եմ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի հայտարարությունները, ասենք այդ կինոյի վերջի հետաքրքիր դրվագներ նկարահանման ընթացքից, կադրեր, որ դուրս են մնացել կինոյից։ Հասկանում եք, կինոն ավարտվել է։ Իրանք շարունակում են այդ կինոն ավարտվել է, այդ բանից խոտանված կադրերը հանում են հետևից կպցնում, խոտանված կադրերը հանում են հետևից կպցնում, ու այդ կինոյի սցենարը նրա մասին է, որ Հայաստանը կործանվում է, որովհետև իրենք իրանց բանով, իրանք սոցիալ հոգեբանությամբ, իրանց գործունեության օբյեկտը կործանվող Հայաստանն է։ Երբ որ Հայաստանը չի կործանվում, իրանք չեն կարողանում այդ Հայաստանի հետ հարաբերվեն, որովհետև իրանց կուլտուրան կործանվող Հայաստանի հետ հարաբերվելն է։ Եվ իրանք դա ինքնապահպանության բնազդն է, որպես իրանք լինեն, պետք է լինի Հայաստանի կործանման սցենարը։ Երբ որ չկա Հայաստանի կործանման սցենարը, տեսեք, հիմա ինչ է տեղի ունեմ, ես ներողություն եմ խնդրում, շատ ճիշտ դիտարկում էր արել, պարոն Ռուբինյան նոր բանից տենց պարապությունից սոցիալական ցանցի էջը, ինչի ընդդիմությունը ինչի է բացակա, որովհետև սենց իրանց բոլոր թեզերը ջարդվել են, սրանից առաջել են ջարդվել, դրա համար է, որովհետև բանը իրանց մոտ այդ վերջին կադրերն էլ է պրծնում, չկա, որ բերենք հետևից կպցնեն և ասեն հետաքրքիր դրվագներ, որովհետև հիմա իրանք գան ինչ հարցնեն, չի կարա տենց անընդհատ խոտանված կադրերով քաղաքականություն վարել, խոտանված կադրերով կինոն շարունակել, որովհետև մարդիկ ձանձրանում են, իսկ այս պատմությունը, այն պատմությունը, որը մենք ենք ներկայացնում, այդ պատմությունը հետաքրքիր է, ինչի, երկու պատճառով, որ ինքը նախ նոր է սկսել, եւ իր մեկնարկի եւ շարունակության տրամաբանությունը բոլորովին ուրիշ բանի մասին է։
Էս է ամբողջ պատմությունը։ Էնպես որ մի զարմացեք, որ մարդիկ ասում են, կործանվում է, էս անում են, նայում ես, ասում ես լսի, էս ինչի մասին են խոսում։ Հա 20 թվին դրա մասին խոսեին, 21, 22 եւ այլն եւ այդ հասկանալի է։ Բայց եթե մի բան կործանվել է, այդ կործանվել է իրանց ալգորիթմը Հայաստանի իրանց պատկերացումների ալգորիթմն է կործանվել։ Իսկ այսօր Հայաստանը ծաղկող, զարգացող, ինքնիշխան, անկախ, ինքնուրույն պետություն է։ Ինքնուրույն չի նշանակում, ինքնուրույն նշանակում է կամ մեկ էլ ասում են Հայաստանի կառավարությունը շարժում է, ասում է դե բանը Ադրբեջանն ու Թուրքիան ինչ ասում են դրանով է առաջնորդվում։ Հայաստանի կառավարությունը ես կուսակցության 7-րդ համաժողովում իմ ելույթում առիթ ունեցա մանրամասն ցույց տալ։ Մենք շարժվում ենք մեր ժողովրդի ասածով։ Մենք անում ենք այն ինչ որ մեր ժողովուրդը ուզում է։ Բառից բուն իմաստով։ Հակառակ դեպքում մենք 2021 թվականին ընտրվելու շանս ո՞նց կունենայինք։ Ո՞նց կունենայինք։ Շաբաթը 4 անգամ հեղափոխություն էին անում, բայց հեղափոխությունները ինչի չեն հաջողվել։ Հայ առաքելական եկեղեցու բռնա զավթածների մասին ենք խոսում։ Ես էլի ասում եմ, մեկը հարց չի տալիս։ Իբր Կտրիչ Ներսյանը իր անունը դրել է ամենայն հայոց կաթողիկոս։ Բա ամենայն հայոց կաթողիկոսը վեր կենա ասես կառավարության եւ այս կուսակցության օգտին մի քվեարկեք ժողովուրդ եւ այլն, այդ կուսակցությունը գնա ընտրություններում սահմանադրական մեծամասնություն ստանա։ Այդ ժամանակը Կտրիչ Ներսիսյանը կարգալույծ եղել, որ հայ ժողովուրդը իրան ասել է դու ով ես ընդհանրապես։ Դու քեզնից ինչ ես ներկայացնում ընդհանրապես։ Այս բան չի, այս գիտակցված չի։ Ժողովուրդը իրան կարգալույծը արել վաղուց։ Եվ մենք որպես ժողովրդի լիազոր ներկայացությունը պետք է այդ վճիռը պետք է կատարածվի։ Բայց ոչ նենց որ ուզում են բռնություն, տեսարաններ, բան, ոչ մի բռնության կարիք չկա։ Բռնության կարիք չկա։ Պետք է ընդհանրապես իրողությունները արձանագրել։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։